Իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքի տակից գնում է, ցայտնոտային վիճակի ջղաձգումներ ցայտնոտում են։ Կամ հոյդան, ավանդական կուսակցություն, կամ առանձին մասնակցեք Պամանոկյան։ Նախընտրական որևէ հարց չեն պատասխանում, որտեղ անիմաստ զրույց ենք ունենալու, այսինքն շարժվենք փորձանք չի տարբերակով, թե կրկին փորձի Coca-Cola-ի գովազդը։ Օրինակ ինչ, ասենք արեցիք ու չեղավ, ինչ կլինի Պամանոկյան։ Բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանի impeachment հայտարարելու։ Առայժմ չկա այն գործիքը, որը կարող է այդ impeachment-ը հասցնել հաղթական տրամաբանական հարց է, չէ՞։ Փողոցում մարդիկ մեր 100,000, տասնյակ հազարավոր հայրենակիցների արկայությունը impeachment-ի համար անհրաժեշտ քվեների գրավականը չէ, հասարակության պահանջը հետևյալն է։ Հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ դրա համար են գործ ուղղել։ Այս մարդիկ էլ ասում են, այս գործիքն էլ օգտագործեք, ընդամենը։ Դուք էլ կներեք, դուք չնեղանում եք, ասում եք թիրախավորում են մեզ, այս մարդիկ որտեղ թիրախավորում են։ Ու սկսել մի process վերջում մնալ կոտրած տաշտակի առաջ Նիկոլ Փաշինյանը էլի այնտեղ կանգնած էլի, դու չհաջողած։ Այս գործընթացի ամբողջ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ հերթական X տեխնատուին Գեգամ Մանուկյանին առաջադրեն, Գեգամ Մանուկյանին վառելը, Արկադիին առաջադրեն, Արկադի վառելը։ Impeachment չսկսելու պատճառը, որ ավելի հստակ լինի, հաջողության չհասնելու գրավականն է այս պահին, թե օրինակ տեխնացու չունենալը։ Համար մեկ պատճառը որն է։ Ծիծաղի առարկա չդառնալը։ Ժողովրդին ցույց տվեք, ասեք ժողովուրդ ջան, սկսել ենք։ Ժողովուրդը դուրս կգա փողոց, կգա։ Մի անգամ արել ենք։ Ճնշի։ Մի անգամ արել ենք։ 22 թիվ, սեպտեմբերի 14։ Բայց դա impeachment էր։ Impeachment։ Չէ, այդ փաստաթուղթի impeachment։ Այո։ Հանրապետականը ասում է ես գտա այդ տեխնացուին։ Հա։ Դուք Այո։ Ում անունն էլ գրենք կստորագրեք դրա տակ։ Ձեր հարցը խիստ վտանգավոր է, բա որ հանգարտ պարզվի, որ Ալեն Սիմոնյանի անունն են գրել։ Հանրապետականները։ Ազգային ժողովում հնչած հայհոյանքները կրկին թեժացրին թեման, թե արդյոք ճիշտ է ընդդիմության ներկայությունն այս խորհրդանում եւ էլ ինչ է պետք impeachment-ի process սկսելու համար։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր զուգահեռ իշխանությունն ակնհայտ պատրաստվում է ընտրությունների ու բացահայտում, թե ինչ քարոզչական թեզերով է կառուցելու ընտրարշավը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Գեգամ Մանուկյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, նախ ինչպես կբնորոշեք եւ ինչ գնահատական կտաք ազգային ժողովի այդ դալիճում կատարվածին, դուք էլ եք, հա, կիզակետում այսպես եմ։ Իշխանությունն ասում է, որ դուք սադրեցիք, արդեն մի քանի հարցազրույց եմ նայել հայտարարություն։ Ասում են մեջբերում անեմ, էլ ապօրինի գույքեր ունեցողի որդին հանրայինում էին ասում այն օրը իրավունք չունի մեղադրել այլոց կոռուպցիայի մեջ գոնե բարոյական իրավունք չունի խնդրեմ ձեր գնահատականը նախ թող ապացուցեն որովհետեւ մեկը մինչև հիմա չի ապացուցել եւ հակառակ կողմը բազմաթիվ փաստարկներ ներկայացնում ինչ վերաբերում է այդ նորից վերսկսած այդ թեզին թալանած է ետ բերել 7 տարի իշխանություն էին թող անեին 7 տարի իշխանությունն էին բառնել էր ձեռքը, մուշնել էր ձեռքը, մանգաղնել էր ձեռքը, դատավորներն գրպանն էին, քնչական մարմիններն էլ մյուս ծոցագրպանն էին։ Թող անեին։ Չեն կարողացել անել, չեն ուզել անել, թե չկան հիմքերը անել։ Իսկ մնացածը ուղղակի իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքի տակից գնում է եւ ջղաձգումներ իրականում ազգային ժողովում խորհրդարանում վերջին ամիսներին, ասեմ, կամ վերջին շաբաթներին, որի գագաթնակետը անդադ հարց ու պատասխանին Նիկոլ Փաշինյանի հերթական շիզոֆրենիկ անհավասարակշռություններ, պարզ պատճառ ուներ, որովհետեւ երբ որ սրանք խոսում են նախքին, դնում ես դեմը բոլոր փաստերը, թե այս 7 տարվա ընթացքում ինչպես են հարստացել, ինչպես են թալանում Ինչպես է շարունակում թալանել, ինչպես է կոռուպցիան ծաղկում պետական համակարգում, քաղաքապետարան, կառավարություն եւ մնացած այլ ստրուկտուրաներ միակ իրենց համար փրկողակը, պատեսեք բռնում են կոռուպցիոների։ Համակարգային չէ, դրա համար բռնում են։ Այսինքն համակարգային էլ պոզով պոչով է լինում։ Համակարգային պոզով պոչով է լինում։ Ցանկացած Երևանցու այսօր որ հարցնեք, թե ինչ է կատարում քաղաքապետարան, պարզ կասի։ Պարզ կասի, շինթույլտվություններից սկսած, վերջացրած անօրինական շինարարություններ եւ որի ամեն բացահայտումը վերջում օրինակ նոր-նորքի թաղապետարանի հայտնի դեպքն է։ Իրականում ասեմ, որ ցայտնոտային վիճակի ջղաձգումներ են։
ցայտնոտում են, իշխանությունը կորցնում են, հա, զգում են որ թուլանում է, հա ճիշտ եմ ես ասում, դրա համար այդպեսի բան են անում։ Բնականաբար, ի վերջո իրենց ձեռքում են նաև տարբեր ստրուկտուրաներ ուժային, որոնք վստահաբար ինչ որ զեկուցագրեր տալիս են։ Մի մեջբերում անեմ Ռուբեն Ռուբինյանից, էլի հանրայինի տաղավարից։ 2026-ին ընտրությունը լինելու է հետևյալի մասին, կամ իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար կռիվ տվողներին պետք է ընտրեն ժողովուրդը, կամ գործող իշխանությանը, որն առաջ է քաշում իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այսինքն սա փաստացի ըստ էության բացահայտեց, թե ինչ թեզեր են կիրառելու ձեր դեմ կամ ընդդիմության դեմ, հա, Գալիկ, դուք ինչ ունեք հակադրելու որպես հակաթեզ։ Նախընտրական մթնոլորտի մասին դեռ չեմ խոսի 26 թվին, մինչև 26 թիվ այնքան ջուր է հոսելու Հայաստանի Հանրապետությունում, բայց նույն գետը ասում է երկու անգամ չես մտնի։ Այսինքն մի անգամ փորձարեցին այդ նույն 21 թվականին ընդդիմությանը դեմոնիզացիա, իհարկե այնտեղ այսպես ասեմ, փաթեթավորումը այլ էր։ Այս սրանց որ ընտրեք պատերազմ է սկսվելու։ Հիմա նույնը կասեն։ Չէ, որովհետև 5 տարի խաղաղության մասին բարձրաձայնողը երբ որ չի բերել խաղաղություն, խաղաղության փաստաթղթի մասին խոսողը երբ որ Ադրբեջանից մուրում է երեկել էլի ադրբեջանցի լրագրողի միջոցով էր մուրում Ադրբեջանից մի հատ գոնե թղթի կտոր ստորագրել անկախ են բանից թե թղթի բովանդակությունը ինչ է, բնականաբար շատ ավելի թույլ դիրքերում է։ Իսկ այս թեզերը կաշխատեն թե չէ։ Չէ, գույքը փրկել, թալանչի բան։ Չէ, որովհետև ախր ինչի՞ է մեզ թվում որ մարդիկ չեն տեսնում ամեն ինչ։ Տեսնում են։ Եվ այդ տեսնելը, օրինակ, պայմանական ասեմ, կապանցու ընտրության ժամանակ, երբ որ էլի նախկիններ խոսան, կապանցու աչքի առաջ է, որ ոնց ԿՊ-ական մի շարքային երիտասարդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության կողմից ներկայացուցիչ է ու ցոփ կյանքով է ապրում։ Եվ ամեն տեղ դա տեսնում են։ Գյումրիում են տեսնում իրենց շրջապատում, Գեղարքունիքում են տեսնում են համայնքապետերի վարք ու բարքը, ի վերջո Էջմիածնի քաղաքապետը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Լավ, վաղարշաբաթին ո տեսնում է, ոնց է ծաղկում Էջմիածնի քաղաքապետի ընտանեկան բիզնեսները։ Եվ դա բոլորն էլ համեմատելու են, բոլորն էլ առավոտյան գալիս եմ ձեզ մոտ խմբագրություն, Քանաքերթի տաքսովարորդը պատմում է հարևանին 25-օրյա վարժական հավաքներ է եղել ու պատմում է թե ինչ վիճակ է։ Բանակ ճանապարհող ծնողները տեսնում են, որ այդ ազգային ժողովի ամբողջը լացակում է, բայ մայկատրուսիկ առաջ չկար, իսկ հիմա կլուբնիկ են տալիս, բայց տեսնում են, չէ՞ որ այդ մայկատրուսիկը այսօր էլ է ծնողը առնում ուղարկում, որը նաև բնական է։ Ես իբրև ծնող տղաս ծառել եմ նույն Փաշինյանի իշխանության տարիներին, բայց ուղարկել եմ։ Եվ բոլորը այդ ամենը տեսնում են եւ այդ համեմատության մեջ շատ լավ վիճակում չի իշխանում։ Իսկ ձեր հակաթեզը ո՞րն է լինելու, եթե ասենք մտածենք գնում եք արդեն սկսվել է ընտրաշավը, գլխավոր թեզը դրան։ Շտապենք։ Չեք շտապում, լավ, այս բaragam լավ, էլի չշտապելով, բայց կա գոնե նախնական ուրվագիծ, օրինակ, մասնակցել եք դաշինքով, այս տիժով։ Կամ հոյդան, ավանդական կուսակցություն, կամ առանձին մասնակցել Պամանոկյան։ Նախընտրական որևէ հարց չեմ պատասխանում, որովհետև անիմաստ զրույց ենք ունենալու, որովհետև որևէ բան չկա, կոնկրետ որևէ բան չկա, օդի մեջ խոսելու է։ Այսինքն դեռ շատ հեռան, հա։ Բայց իրականում հասարակությանը այլընտրանք ներկայացնելու հարցն է։ Ազգային պետության ձևավորման այլընտրանքն է, որը պետք է ներկայացվի։ Շատ ցավալի է, որ մեր զրույցը խորհրդարանական գործունեության այսինքն կառուցում է կռիվ այդ ջարդի վրա, բայց իրականում այդ խորհրդարանում հանձնաժողովներ, լիագումար նիստեր, մեր ընդդիմադիր падգամավորները բազմաթիվ հիմնախնդիրներ են առաջ քաշում, բազմաթիվ այլընտրանքներ են առաջ քաշում, բայց իհարկե այլընտրանք որպես ծրագիր իշխանության առաջադրել կարող է լինել մի երկրում, որտեղ ջրբաժանը այսպիսին չլիներ այնինչ որ կա։ Նախկինում դաշնակցությունը կոալիցիայից դուրս է եկել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, տարիներ շարունակ քաղաքական պայքար է մղել հայ-թուրքական արձանագրությունների դեմ, բայց մեր падգամավորները, մեր մասնագետները բազմաթիվ նախագծերով գաղափարներով հնարավորություն են ունեցել քննարկումներ ունենալու։
իրականում ազգային պետություն ասածը վերաբերվում է եւ հանրային կյանքին, եւ անվտանգությանը, զինված ուժերին, տնտեսությանը, սոցիալական կյանքին, որովհետեւ իրականում պետք է այդ իրական Հայաստան կոչվածը պետք է փլել ուղղակի, ոչնչացնել եւ վերացնել, որովհետեւ իրական Հայաստան ասածս այդ վերնագիրն է, որի տակ ինչ է ասում այս իշխանություն Նիկոլ Փաշինյանը, մարդը եթե աղքատ է իր մեղքով է աղքատ, մարդը եթե աղքատ է կամ սոցիալապես անապահով է, ինչի պետքա այդ նպաստը տանք, որը ավելի է խորացնում իր աղքատությունը, այսինքն ծայրահեղ լիբերալ այն մոտեցումը, երկրորդ խնդիրը նույն է ծայրահեղ լիբերալ մոտեցման, այսօր գերակշիռ դերակատարը բանկային համակարգն է։ Ոչ միայն մարդկանց տարբեր տեսակ վարկերով եւ այլն պարտքերի մեջ թաթախելով, այլ ցանկացած տնտեսական ծրագրի դոմինանտ դերակատարը դարձել է բանկային համակարգը։ Նույն այդ մի նախաձեռնություն կա իր կառավարությունը, որ տարփողում է հիմա անհուսալի վարկառուների։ Իրականում ինչ է կատարում։ Պետական բյուջեով բանկը ունեցել է պարտքեր բազմաթիվ քաղաքացիներից, որը չի կարողանում իդ տանալ։ Անունը դրել են թողնում են քաղաքացուն, բայց իրականում պետական բյուջեի գումարը ուղղում են բանկային համակարգին։ Եվ դրա մեջ է մտնում այն ահռելի ճռռացող պարտքերը, որը կուտակում են ապագա սերունդների հաշվին, որը նույն այդ ազգային պետության գաղափարախոսության մեջ է։ Մենք ունեցել ենք իշխանության տարիներ են Հայաստան ունեցել, երբ որ մի դրամ պարտք չի վերցվել։ Պարոն, տեսեք, դուք ճիշտ ասիք, վաղը դեռ խոսել ընտրությունների մասին, բայց մի հարց, հաշվի առնելով 21-ի փորձը ու այս պահի զարգացումները, օրինակ հավանական համարում եք դուք ձեր քաղաքական ուժը 26-ին ենթադրենք հասել եք, ընդհանրապես ընտրական ճանապարհով Փաշինյանի հեռացում։ Նայեք, բոլոր ճանապարհներով պետք է պայքարել այս իշխանությանը։ Պետք է, բայց ռեալ է թե ոչ։ Բոլոր ճանապարհներով, ամեն օր խոսելով, ամեն օր ձեր տաղավարում խոսելուց սկսած, մինչև փողոցում պայքարը, մինչև ազգային ժողովի ամբիոնից պայքարը, մինչև գյուղ առ գյուղ հանդիպումներով պայքարը, որովհետև այսպես եմ, քաղաքական ուժը չի կարող պայքարի որևէ գործիք դնի մի կողմ ասի լավ, այս մեկը չեմ օգտագործում։ Եվ այդ առումով պետք է իրական, գիտեք, քաղաքականության մեջ արդեն 35 տարի եղել ենք ընդդիմություն, արմատական ընդդիմություն ենք եղել ենք կոալիցիայի անդամ, եղել ենք կոալիցիայից դուրս ընդդիմություն, եւ տարբեր ժամանակներ իշխանության հետ պայքարը, նույնիսկ իշխանության մեջ պայքարել ենք իշխանության դեմ։ Բայց դուք ձեր բերանով ասիք, որ դա դասական մի քիչ վիճակ է։ Հիմա դասական չէ, այդ դրա համար եմ ասում։ Ոչ դասականով Փաշինյանի ոնց եք հաղթելու։ Այսպես եմ, այդ ժամանակ իշխանություն չստանալը քաղաքական առումով իհարկե հարված էր, բայց մեր երկրի ապագայի համար ողբերգություն չէր։ Բայց հիմա այդ ողբերգության փուլն է այն քաղաքականությունը, որը վարում է եւ ներքին եւ արտաքին քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, ամբողջովին ուղղակի քանդում է մեր պետությունը։ Տեսեք, ներքին պառակտման այն ծավալը, որը կա, ուղղակի դադարում է միասնական պետություն ունենալու այդ ամբողջ հնարավորությունը։ Այդ ձեր ասածը չի պահանջում համարժեք քայլեր, այսինքն ավելի կարդինալ եւ կտրուկ քայլեր հակառակ կողմից, քան թե շարժվել այդ ձեր ասած գոյաբանական վտանգը չի պահանջում ձեր կողմից ուրիշ տեսակի քայլեր։ Մենք ունեցել ենք դրա փորձը եւ ունենք նաեւ զինանոցում, բայց նաեւ հասկանում ենք, որ այդ ձեր ասած կարդինալը օրինակ, չգիտեմ, դուք ձեր մի հատ թվեն, որը ձեզ ամեն օր հիմա ասում են, բայց պետք է խոսենք, տարբերակ չկա։ Այս վերջի միջադեպներ, նոր դուք էլ եք ասում, տեսեք, ազգային ժողովի օրենքներ եւ այլն, բայց օգուտ չի տալիս, հա, աշխատում եք 5 տարի է, ելույթ եք անում եւ այլն։ Ինչ չէ, օգուտ տալիս է։ Նու վերջնական օգուտ։ Լավ, այն ինչի համար որ գնացել եք պարլամենտ, չէ, 5 տարի է ռեալ, 4 տարի չի իրագործում։ Լավ, սա էլ խթանչի այդ Փաշինյանի հարց ու պատասխաններին գալը, այս կռիվները եւ այլն։ Խթանչի լավ ի վերջո այդ իմպիչմենտը գոնե փորձել, սկսել, նախաձեռնել։
որպես խորհրդարանական այս առօրյա աշխատանքին վերջ տալ ուղղակի։ Այսինքն շարժվենք փորձանք չի տարբերակով, թե կրկին փորձի Coca-Cola-ի գովազդը։ Օրինակ ինչ, ասենք արեցիք ու չեղավ, ինչ կլինի, պարոն, ուզում դա հասկանալ, հետաքրքիր է շատ։ Շատ մարդիկ են ուզում հասկանալ։ Եվ Նիկոլ Փաշինյանը կասես էին։ Այսինքն իշխանության ամրապնդման համար քայլ անես, երբ որ դու չունես այդ ապահովագրությունը, որ կարող ես հասնել հաջողության։ Որ դու չունես այդ ապահովագրությունը հասնել հաջողության։ Եվ երկրորդը դա է պատճառով չեք սկսում։ Այո, որովհետև չունեմ այդ ապահովագրությունը։ Բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանի impeachment հայտարարելու։ Բոլոր հիմքեր կան։ Իդեպ ասեմ, այդ impeachment-ի գաղափարը, երբ որ մենք առաջադրել ենք, դրանից առաջ անգամ 21 թվականին, 20-ի վերջ 21 թվականին Արծվիկ Մինասյանի հեղինակմամբ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու դատախազություն միջնորդություններ են եղել, բազմաթիվ քայլեր են արվել եւ իրականում այդ impeachment-ի հիմքերը ասածը անցնող 4 տարիների նաև խորհրդարանական գործունեության արդյունքում է, որ այդ impeachment հայտարարելու բոլոր հիմքերը, փաստական, իրավական հիմքերը կան, բայց առայժմ չկա այն գործիքը, որը կարող է այդ impeachment-ը հասցնել հաղթական տրամաբանական հարց է, չէ՞ ցակում, լավ, հիմա ուզում են ասել, ովքեր որ հորդորում են ձեզ, խնդրում են, բան, ասում են լավ, այդ 22-ից մինչև հիմա գոնե մեկ անգամ էլ չկար այդ սկսելու նախաձեռնելու փողոցում մարդիկ կային, չէ՞, Բագրատ Սրբազաններ, մարդիկ հավաքել, այլ առիթներ կային եւ այլն։ Բայց ինչու չարեցին։ Փողոցում մարդիկ մեր 100,000, տասնյակ հազարավոր հայրենակիցների արկայությունը impeachment-ի համար անհրաժեշտ քվեների գրավականը չէ։ Ես կուզեմ հիշեցնել մայիսի 9-ը, երբ որ ծովածավար ժողովուրդ էր, բայց impeachment հայտարարելու, նախաձեռնելու անհրաժեշտ 36 քվեն չապահովվեց, 1 քվեի հարց կար այն ժամանակ։ Հիշում եք, հայտարարվեց Իշխան Զաքարյանի հետ հանդիպելու ենք։ Ինչ եղավ Իշխան Զաքարյանի պատասխանը, երբ որ անհրաժեշտ ստորագրությունները լինեն բոլոր, ես կլինեմ եւս մեկ ստորագրող, այսինքն այդքան անհրաժեշտ 18-եր կա, արդեն ԿՊ-ից էլ պետք է միանան։ Տեսեք, ես ներկայացնում եմ կուսակցություն, ներկայացնում եմ քաղաքական ուժ, ներկայացնում եմ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ես ունեմ քաղաքական պատասխանատվություն եւ ունեմ քաղաքական ժառանգություն։ Իմ չհաջողելը նաև պատասխանատվությունը ժողովրդի առաջ։ Իսկ մեկ գնում է 26-ը մոտենում է, պարոն, ինչու չփորձել։ Մեկ երկու նախաձեռնողների համար գաղափար մեջտեղ բերում։ Լավ չստացվեց, հա, էլի կգնամ ես իմ փաբը, էլի կգնամ իմ ուղիղ եթերները վերջ։ Չէ, բայց արդյոք մենակ ձեր ասած երկուսն են, թե կա հասարակական նաև պահանջ, պարոն Մանուկյան։ Հասարակության պահանջը հետևյալն է։ Հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ դրա համար են գործ ուղղել։ Այս մարդիկ էլ ասում են, այս գործիքն էլ օգտագործեք, ընդամենը։ Դուք էլ կներեք, դուք չնեղանում եք, ասում եք թիրախավորում են մեզ, այս մարդիկ որտեղ թիրախավորում են։ Որտեղ պարզ ասեցինք, որովհետև այս impeachment գործընթաց հասկացությունը այդ նախաձեռնողների դիտանկյունով մենակ Հայաստան խմբակցությունն է։ Կարծես էլ ոչ մեկ չկա։ Չէ, բոլորը դիմել են, նամակներ են ուղարկել։ Հետո նամակներ են գրել, հետո պարզ մեր հայտարարությունով մեր դիրքորոշումը ասել ենք, որ կան բոլոր հիմքերը Փաշինյանին հայտարարելու, բայց չկա այն ամբողջական գործիքը, որը այս process-ը կարող է հանգեցնել հաջողության։ Ու մենք չենք նախաձեռնի, եթե ինչ-որ մեկը նախաձեռնի, կմիանանք, այդպես է, չէ՞։ Ու սկսել մի process վերջում մնալ կոտրած տաշտակի առաջ, Նիկոլ Փաշինյանը էլի այնտեղ կանգնած էլի, դու չհաջողած։ Նորմալ է, հետաքրքիր գիտեն, կարող է այն որ մենք սկսենք հայտնվենք, չսկսենք էլի հայտնվենք կոտրած տաշտակի առաջ, չի, մինչև 26 հասցնել։ Դրա համար դու ամեն օր կռվես տալիս հետ։ Ամեն օր կռվես տալիս։ Ամեն օր ես վստահ եմ, ես իմ փորձով, իմ ամեն օրվա կյանքով տեսնում եմ դա։ Ամեն օրվա քո արածը տալիս էր արդյունք։ Ես միշտ օրինակի վրա եմ բերում։ Նայեք, գույք հարկի հետ կապված։ Տևական ժամանակ է իշխանությունը Փաշինյանին քննադատում են, այսպես ասեմ, թևավոր դարձած տատիկը թող տունը կենտրոնում ծախի գնա ծայրամաս, չէ՞, ճիշտ եմ ասում։ Պատկերացրեք, մենք խորհրդարանում չլինենք, հարց ու պատասխանին չմասնակցենք, Գեղամ Մանուկյանն էլ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի աչքը չկոխեր,
կոնկրետ տատիկի օրինակ, որ տատիկը պապենական տուն ունի, գույք հարկա առելի է ու Փաշինյանը այդ հարցին ի պատասխան չէր խոսելու, որ տատիկը կենտրոնում տունը ծախի գնաց Այրամաս։ Հա, դա կներեք, ախր պարոն Մանուկյան, մենք խոսում ենք գոյաբանական խնդրի մասին, դա հասկացան կոնկրետ սոցիալական խնդիր է, բայց այդ ամեն ինչը չի խանգարում Փաշինյանին ձեր իսկ խոսքով տավուշում գյուղ հանձնել, Հայաստանի օկուպացված տարածքը հետ չբերել, ադրբեջանցի հետ նախապայմանները կատարել, ասածս դա է, որ ազգային ժողովի թեկուզ այդ բաները քարոզչական եւ այլ էֆեկտներով արդյոք իրենց օգտին չեն աշխատում։ Չէ։ Մարդը դեռ շարունակում է իր անելիքը, չէ՞։ Շարունակում է։ Ցավոք սրտի շարունակվում է, վաղը չի շարունակի։ Չի շարունակի այս ամբողջ աշխատանքի արդյունքում։ Վաղը չգիտեմ, օգոստոսի օրինակ 23-ին կամ օգոստոսի 7-ին տղայի ծննդյան օրը կամ սեպտեմբերի 2-ին Արցախի հանրապետության հռչակման օրը։ Ամեն ինչ պետք է արվի այդ օրը շուտ մոտենա։ Այսինքն կա այդ նախադրյալները չթողնել բան ասի 26-ի հունիս։ Բոլոր գործիքները կրկնում եմ օգտագործելիք են։ Բոլոր մեթոդները։ Օրինական մեթոդների մասին։ Օրինական impeachment-ը չեք օգտագործում։ Impeachment փոդ։ Ուրեմն հասկանում լավ սկսեցիք, այն երկու հատը չեք 45 րոպեի փոխարեն 3.5 ժամ ես նստեմ տաղավարում, դուք ասեք, բայ impeachment-ը ես բացատրեմ, ինչի impeachment-ը չի, նորից դուք շարունակեք, նորից օգուտ չի լինի։ Ինչի եմ ասում, տեսեք, ոչ թե ասում եմ, որ ընդդիմությունը վատն է դրա համար, այլ նույն զուտ ընդդիմության, որ բացատրությունը գոնե ավելի համոզիչ չի հասարակության։ Լավ համոզիչ էլ ո՞րն է։ Լավ ասում են, ուրիշ բան են տալիս, լավ ասում են, միթե ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, դե պատիվ ունեմ էլ իհարկե ասած իր հերթին, որ ես էլ չունեմ տեխնացու, իրենք էլ իրենց հերթին, լավ, ամենամեծը, պատիվ ունեմ, երկար պատմություն ունեցող հանրապետականը, ավելի շատ երկար պատմություն ունեցող դաշնակցությունը, տեսեք, միթե այս 4 տարում իր մեջից չունի այդ տեխնացու կոչվածը։ Ինչպես կարող է չունենալ։ Սահմանալի հարց է։ Ո՞վ ասեց չունի։ Ասել եք չունենք, դուք էլ պատիվ ունեմ դել։ Չէ։ Ասում մենք այս պահին միասնական տեխնացու չունենք վարչապետի։ Ոչ, որովհետև այս գործընթացի ամբողջ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ հերթական X տեխնացուին Գեգամ Մանուկյանին առաջադրեն, Գեգամ Մանուկյանին վառելը, Արկադիին առաջադրեն, Արկադի վառելը։ Նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի, նպատակը դարձել է Հայաստան խմբակցության թիրախավորումը, բայց կարող ենք մեկի անունը դնեք իրեն։ Հարգելի Արկադի։ Հա, լխնդրեմ։ Հաղորդումից հետո ես պետք է շտապեմ Դաշնակցության Գերագույն մարմին մի երիտասարդ խնդրել է հանդիպել։ Իմ համար շատ ավելի կարևոր է այդ երիտասարդի հետ հանդիպումը, քան impeachment-ի 70 անգամ impeachment-ի մասին խոսել, որտեղ ես վստահ եմ, որ մեկ հոգու հետ իմ զրույցը եւս մեկ հոգի մեր պայքարի շարքերում ավելացնել։ Եվ այդ ուղղությամբ եմ աշխատում, այդ ուղղությամբ բոլորս մտածում ենք եւ այդ ուղղությամբ ամեն օր, ամեն վայրկյան աշխատում ենք։ Այսինքն կներեք, տեխնացուներ պոտենցիալ կա, հա, իրականում կա։ Ձեր խմբակցությունում, խմբակցությունից դուրս։ Բնականաբար։ Հա, որովհետև ասենք ես էլ կարող եմ ասել, ինչու օրինակ, չգիտեմ, Աննա Գրիգորյանը չի կարող լինել ՀՀ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը կարող է, կամ Ռոբերտ Քոչյանը դեր առաջին։ Լավ, բայց տվյալ դեպքում էլի ասեմ ու էլ բան է, էլի, այսինքն ժողովրդին հետաքրքրում։ Ժողովրդին չի հետաքրքրում։ Չէ, ճանապարհ է, չէ, հեռացման։ Ժողովրդին չի հետաքրքրում։ Բա ի՞նչն է հետաքրքրում։ Ժողովրդին հետ չի հետաքրքրում։ Ժողովուրդը մտածում է 26 թվականին Նիկոլ Փաշինյանը իր մեթոդներով բոլորիդ հաղթելու է։ Բոլորիս հաղթելու է։ Ոչ, այդ չի։ Այդ նայեք, հատ սարքել ենք աշխարհ, այդ սոցմեդիայի ասած լրատվամիջոցներ, որ նյութը դա է, բայց փողոցը լրիվ ուրիշ բան է։ Մարդկանց ցավը ուրիշ բան է, մարդկանց դարդը ուրիշ բան է։ Ենթադրենք սոտ գյուղի բնակիչինը ուրիշ բան է։ Լորի դարդերի համախումբը որտեղ է գտնվում։ Դարդերի լուծման համախումբը, դա էլ դուք գիտեք, որպես քաղաքական էլիտա։ Այդ բոլոր խնդիրների համատեղում։ Չէ, բայց մի տեղում է, չէ, դրա պատճառն ու հիմքը։ Հա, հետո։ Այդ մի տեղին, հա, ոնց, լավ, ոնց, այսպես եմ, կարճաժամկետ գոնե ծրագիր ունեք, ուզում ասեմ, այսպես գնալու ենք մինչև 26 պայմանական։ Ինձ էլ է հետաքրում որպես ընտրող, ոչ միայն որպես լրագրող։ 26 թվականին ամեն օր անելու ենք քարորիա, ասելու ենք Փաշինյանի ճակատին։ Ին վերջի հյուրերից մեկը ասում է, գիտեք, Փաշինյան հայելը այլևս տրենդ չէ։ Պետք է մտածել Փաշինյան հայելը ստորակետ եւ հետո, էլի նկատի ունեմ։ Փաշինյան հայելը հարց չի։ Սոտք գյուղ գնալն է, սոտքի եղած խնդրեմը տեսնելն է, բարձրաձայնելն է։ Օրինակ խոսել, որ իշխանությունը, որ ժողովուրդ ասում է 16 միլիոն դրամներով սահմանամերձ գյուղերում տներ եմ կառուցում, ամբողջովին տապալվել է։ Սոտ գյուղում մոտ 100 առանձնատուն է կառուցում 16 միլիոն դրամ պետություն առանց տոկոս վարկա տրամադրել,
բայց իրականում այդ 100 տներից միայն սոտքեցիները կառուցում են 7-8 տուն, մնացածը բոլորը ուրիշ տեղերից եկած են դաչայի համար կամ վարձով տալու կամ հետագայում ծախելու, այդ 16 միլիոնից մի քանի միլիոնով ավտո առնելու համար է։ Կոնկրետ սոտք ասեցի։ Հերթով գյուղ գնալով ասեմ։ Եվ դրանից Փաշինյանի դիրքերը ինչքանով են թուլանում։ Չիման, չափման միավորը ո՞րն է։ Չափման միավորը այդ ինձ հանգիստ են զգում, ինչ ուզում ասում են, ինչ ուզում։ Ես առաջարկում եմ հիմա հաղորդում ընդհատենք, ելնենք երկուսով։ Փողոց։ Չարենց փողոցից, քայլելով իջնենք մինչև Հանրապետության փողոց Դաշնակցության գրասենյակ։ Կոնե դրանով չափենք։ Հա, թե ինչքանով են իրենց սիրում կամ չեն սիրում։ Այո։ Լավ, բա դրա կապիտալիզացիան ուր է փողոցում։ Հարցը պետք է հնչի հետևյալը. ինչ պլաններ ունեք մոտակայում, բացի ազգային ժողովում անընդհատ մերկացնելու։ Նորից եմ կրկնում, չենք լսում իրար։ Չէ, չենք լսում իրար, որտեղ ազգային ժողովով չի միայն։ Ես կոնկրետ սոտքը որ ասում եմ, անցած կիրակի է։ Լավ։ Երևանում փողոց դուրս գալու ենք նորից։ Հասունացած դուրս են գալու։ Այո, հասունացած դուրս են գալու։ Մարդկանց չհիասթափեցնելով, արդյունք հասնելով, հասունացած դուրս են գալու։ Այս բանը դեռ չեք կարծում, որ տասնյակ հազարավորներ դուրս կգան։ Չի զարմացնել, չասեմ, ձեզ համար նկատելի չի, որ ամեն օր փողոց մարդիկ են դուրս գալիս։ Ամեն օր։ Ամեն մեկը մի խնդրով դուրս են գալիս, հա։ Այո։ Դա ցույց չի։ Թիվ 1 խնդրի մասին էի ասում, որ թիվ 1 խնդրի, ի վերջ այդ խնդիրները թիվ 1 խնդրի Այդ ամբողջի համատեղումը մի օր դառնալու է թիվ 1 խնդիր։ Այդ հենց ամենածանր պատասխանը այդ մի օրն է, որը գոնե որ ձեզ ընտրած գոնե առնվազն եմ ասում, ընդդիմադիր տրամած հասարակությունը չի ստանում պատասխանը։ Չկասկածելով ձեզ, բայց վստահեցնում եմ, էլի, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու առումով ամենաշատ շահագրգիռը ես եմ։ Ու վստահ եք, որ ամեն ինչ արվում է դրա համար։ Դուք նաև դաշնակցություն եք։ Բնականաբար։ Նաև Հայաստան խմբակցությունը։ Բնականաբար։ Մի հարց էլ հիմա հստակեցնենք ուղղակի։ Իմպիչմենտ չսկսելու պատճառը, որ ավելի հստակ լինի, հաջողության չհասնելու գրավականն է այս պահին, թե օրինակ տեխնացու չունենալը։ Համար մեկ պատճառը որն է։ Ծիծաղի առարկա չդառնալը։ Այսինքն ես պատասխանատու մարդ եմ, գիտեք, այսինքն բանա մեջքի մի ամբողջ կուսակցությունը է, գեղամ անաչի, որ լավ այսօր ապուշություն արեց, թողեց գնացտում ոչ մեկ չի հիշելու։ Նորից կրկնում եմ ու վերջացնում եմ զրույցը։ Նորից կրկնում եմ։ Ստորագրեց Հայաստան խմբակցությունը 28 հոգի։ Ստորագրեց։ Ստորագրեց պատիվ ունենալը չէ՞ բան, 6 հոգի են թե 5 հոգի։ 6 հոգի։ Եվ Դու ժամանակային լուֆտ կա, չէ՞, ՀԿՊ-ին համոզել բերելու համար։ Ինչ համոզել։ Ինչ որ ժամանակ կա, չէ՞, մտա։ Բայց ինչ համոզել։ Կա որևէ շոշափելի, առնվազն չերևացող նշան, որ այդ ժամանակը բանա, արդյունք ունենալու է։ Դες խնդրողները ասում են տարբերակը, դուք ստորագրեք այդ բոլորով։ Ժողովրդին ցույց տվեք, ասեք ժողովուրդ ջան, սկսել ենք։ Ժողովուրդը դուրս կգա փողոց, կգա։ Մի անգամ արել ենք։ Ճնշի։ Մի անգամ արել ենք 22 թիվ, սեպտեմբերի 14։ Բայց դա իմպիչմենտ էր։ Իմպիչմենտ։ Չէ, այդ փաստաթուղթի իմպիչմենտ։ Այո։ Թե ուրիշ բանի մի քիչ։ Ոչ, իմպիչմենտ էր։ Հենց իմպիչմենտ էր դասական։ Իմպիչմենտ էր։ Մտանք գիշերով ազգային ժողով։ Մեր ստորագրությունները դրինք։ Ժամը 3:30-4-ները դուրս եկանք։ Իրանք խոստացել են դուք ստորագրեք, մենք մուժիշտերին կբերենք։ Արամ Վարդանյանը հրապարակեց մեր ստորագրությունները։ Եվ ով էր մեղավորը։ Ձեր կարծիքով։ Ում պատճառով։ Ես ստորագրություն ու իմ խմբակցությունը բոլորը իրենց ստորագրությունները դրել էին։ Վերջին հարցն ու ավարտենք էլի որովհետև բոլոր վերջակետերը եւ վերջոպտի դրվեն պարոն Մանուկյան, այդ խոսակցությունն ավարտի։ Դուք հայտարարության մեջ ասել էիք, չէ, ամեն ինչ էլի հաշվի առնելով, ծիծաղի առարկաները եւ այլն, բայց որ մեկը սկսի, կմիանանք, չէ, ճիշտ եմ ասում։ Կմիանանքը ենթադրում է, որ օրինակ դիցուկ պատիվ ունեմը կամ ավելի լայն ասեմ, լավ, հանրապետականը, ասում է, ես գտա այդ տեխնացուին։ Դուք այո, ում անունն էլ գրենք, կստորագրեք դրա տակ։ Հանրապետականից չլինի, չէ։ Հանրապետական ասում է, չգիտեմ, լավ պայմանական արկադին է, թե պետք է նայեք դեռ մի քիչ շատ բան է, էլի, շատ բան է, չէ, որովհետև ձեր հարցը խիստ վտանգավոր է, բա որ հանգարտ պարզվի, որ Ալեն Սիմոնյանի անունն են գրել։ Հանրապետականները։ Որովհետև ձեր գծած սահմանը
տեխնացուի ում անունը լինի, բանա։ Ակնհայտ է, որ ակնհայտ է, որ շրջանակը մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք նախաձեռնության, ցանկացած նախաձեռնության միանալ, բայց դեռ չնախաձեռնել։ Չէ, որովհետև չեք ուզում։ Չունենք այդ գործիքը, չենք տեսնում այդ գործիքը ռեալ, որով իմպիչմենտը հնարավոր է հասնել հաղթական ավարտի։ Բայց ով նախաձեռնի, որ մեր ստորագրությունների պակասը չլինի, մենք մեր ստորագրությունները կդնենք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանն էր։ Կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին։ Կհանդիպենք։